Այս էքսպերիմենտը կարող է շատ օգտակար լինել առաջին հերթին հենց բիզնեսմենների համար։ Շատ հաճախ այնպես է լինում, որ հիմնադիրը նույնիսկ չի պատկերացնում, որ իր բիզնեսը, որը ինքը առաջ օրվանից հիմնել է, կարող է առանց իրա գոյատևել ու մի հատ էլ զարգանալ։ Բիզնեսի առաջի սերունդ հիմնադիրը լավագույնը գիտի բիզնեսը եւ ոչ մի խորհուրդ, ոչ մի վարձուտնօրեն դա չի կարա ավելի լավ անի։ Բայց ակնհայտ է, որ ինչ-որ ժամանակ հետո հիմնադիրը չի կարող ամբողջությամբ զբաղվել բիզնեսով։ Միանձնյա այդ մարտահրավերներին դիմակայելը բավականին բարդ բան է եւ խորհուրդը դա միայն բյուրոկրատիա չի։ Հատկապես ընտանեկան բիզնեսները ունեն ժառանգականության խնդիր։ Հայաստանում մի հատ նաև պրոբլեմ կա, կորպորատիվ կուլտուրան Հայաստանում չի ձևավորվում։ Խորհուրդները չպետք է դիտել որպես ֆորմալ մարմին, այլ ռեալ ընկերությանը արժեք տվող ինստիտուտներ։ Ստեղծում ես ճիշտ մթնոլորտ եւ գրավում ես ճիշտ հետաքրքիր լացի մարդկանց, ստացվում է շատ լավ եւ բաց զրույց եւ պատմեմ քիչ է օրինակներ այսօր Հայաստանում, երբ այսքան կարեւոր եւ զգայուն հարցերի շուրջ մենք ունեցանք իսկապես բաց խոսակցություն։ Բոլորին շատ շնորհակալություն։